կարող եմ հիմա մեր հոգևոր առաջնորդարան մտնել։ Չեք կարող ստեղծել, որտեղ հենց հիմա ազգային անվտանգությունը քննչական կոմիտեի հետ միջոցառումը իրականացնում։ Կարող ենք իմանալ ինչ միջոցառում, ինչ գործողություններ եւ ով է խախտել այն կարգը, որի հիման վրա դուք այստեղ եք գտնվում։ Այսինքն դուք չգիտեք ինչ եք իրականացնում։ Մենք անվտանգություն ենք ապահովում։ Ում անվտանգությունը։ Տարածքի։ Տարածքը անվտանգ է, մենք զինված չենք, որևէ վտանգ չենք հանդիսանում տարածքի համար, իստեր ասում։ Հարգում ենք ձեր խոսքը։ Շնորհակալ եմ։ Մենք էլ խնդրում ենք հարգել մեր հավատքը եւ թույլ տալ մտնել։ Ուղղակի մեր ծառայության բերումը մենք Չէ, ծառայության բերումը այս պահին արդարացում չի։ Երբ որ հարձակվել են հայ ինքնության վրա, հոգևոր արժեք, չէ, մեր հոգևոր արժեքի վրա այսօր ներգործություն է տեղի ունենում։ Այսօր քրիստոնեության վրա Հայաստանի Հանրապետությունում սուրբ հայրերին այսօր ձերբակալել են, ինչը նշանակում է, որ այլևս մեր երկրում մեր հավատքը վտանգված է։ Ես խնդրում եմ, որպես դուք հայորդի, ուժեղ, պաշտպանող, մեր հայուհիներից պաշտպանն եք դուք։ Եվ ես հույս ունեմ, որ երբ որ ասկյալները կգան ու հրամանը կիջնի, որ շատ տգեղ ու բռնաբարող գործողություններ են իրականացվելու։ Դուք այդ դեպքում չեք արդարացնի, որ ծառայություն եք իրականացնում եւ ստիպված եք լռելու։ Հիմա խնդրում եմ, մի ենթարկվեք այն հրամանին, որը ապօրինի է, եւ ենթարկվեք հայ ժողովրդին, ով հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ է, եւ խնդրում է, պահանջում է ձեզնից, որպես հայ տղեր, հայերեն խոսացող տղեր, երբ որ դուք ծնվել եք, ձեր ծնողներին ասել են, որ հայ օջախը շեն մնա, հայ արուզավակ է ծնվել, եւ հենց այն եկեղեցականները, ովքեր այսօր կալանավորված են ու ձերբակալված են, նրանք օրհնել են ձեր մկրտությունը, ձեր պսակադրությունը, ձեր զավակների մկրտությունը, Աստված մի արած է մեր տատիկ պապիկների մահվան արարողությունը, ես խնդրում եմ հարգել իմ հավատքը եւ չխոչընդոտել։ Ոչ մեկ ձեր հավատքը չի դնում այն Ջանի վրա, որ անհավատորեն մտնում։ Ուղղակի մեր ծառայությանը այս պահի դրությամբ դուք խոչընդոտում եք